Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների, բարեկամների, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Միանգամից ասեմ, որ հաղորդումը սկսելու եմ Հայաստանի մասին, որը ցավալի է, որ այսքան ծիծաղելի է եւ փորձում են ժողովրդին հիմա ապակողնորոշել։ Ես ասել եմ, չէ, դեռ ապրիլի 1-ից ասեցի, սկսվում է մի հատ մեծ շոու, որը դեռ ծաղիկներն է, հələ դուք տեսեք քանի ծեծալնելու, իրար ոնց են հայոյելու եւ այլն։ Խոսքս գնում է մի բանի մասին, ոչ թե հաթաթ պիտի ասեմ ով ու ինչա հայոյի, ինչ ասե։ Ժողովուրդ ջան, մի հատ բան ասեմ, մենք բոլորս գիտենք, որ Քոչարյանը Հայաստանը թալանել է։ Նորից կրկնել, որ Քոչարյանը թալանել է եւ այլն, սա նորություն չի ու դերասանություն է։ Կամ եկել է քարորիա եք աշխատում, ինչ եք աշխատում, տամսվա մեջ 5-10 օր բան եք աշխատում, 3 օրը կռիվ եք անում, գնում եք ազի հարց չեք լուծում, ում եք պետք։ Բոլորդ նույն սաների կտավն եք, մի հատ ասել եմ հերթի ռնգնի ազգային ժողովի վրա, սատկեք բոլորդ պրծնենք ձեզնից։ Ինչ է սկսավ։ Նախ առաջինը սկսեմ, որ դուրս եկավ Արշակյանը ձև տվածի փր խոսալու, հետո ասեց Քոչարյան Լևոնը խոսած, այն Քոչարյան Լևոնը սուր, թևերը հրեշտակ, եկավ ասում մենք փող չենք տարել եւ այլն, ու Նիկոլն է որ ասել էր համբալ, հելավ ասում ինչ եք ասում համբալը դուք եք, բնականաբար Նիկոլը Զաչումարի տեղած Ռուսաստան տեսակով համբալը ոնց որ Լյովիկն է նշեց, բոլոր ազգը տեսավ խայտարակություն։ Հիմա Նիկոլը հրամանատվ է, ինքը մտել է Աննայի յուբկի տակ եւ այնտեղից հրամանատվ է, արա, բայց այսքան ձեզ թողել եմ ուտեք, կոռուպցիա անեք միլիարդների, հելեք խոսացեք։ Ու սկսվեց հերթական զոհերը։ Ի տարբերություն Քոչարյանի թիմի, որ Լյովիկն էր այսօրվա գերագույն գլխավոր դերում, Քոչարյան Լյովիկին ոչ մեկ ոչինչ չի անելու։ Ես ասեմ ձեզ, որ այս բոլոր հայոյողները ամեն մեկը դուք տեսեք ինչ է ստանալու իրենց, որտեղ երկրի իրական առնետ ներ կարիչ դերը Քոչարյանն է, Նիկոլը մյուսները ով են, բնականաբար Քոր Լևոնի ու Քոչարյանի հետ։ Սրանք ով են, սրանք ձեռի տակ գնալու են։ Այն որ ասում եմ արուն են հեղելու, արյան հեղելու ժողովուրդը չգնաց, բայց իրենք ստացան իրենց փայ արուն հեղողներին իրենց դեպուտատների միջոցով, էլ չասեմ դեպուտանկեքի, հես ասեմ։ Այ մարդ կնիկ արմատեք, հենց մեկը գոռում է վազելով ընչեք թռնում։ Ձեր դոշը չունեք վրեքը դոշեք դեմ տալին տեղ։ Ինչա ցանկություն ունեք որ ձեզ քաշքշեն կպնեն։ Մեկը մի հատ գոռում է վազելով կանայք են թռնում մեջտեղ։ Ինչի։ Ինչ եք ուզում ցույց տաք։ Ծիծաղելու բան, այն ասում է հերը թուրքա, այն է բա պետք է որ ասես հերը թուրքա, մենք բոլորս գիտենք որ թուրքա, բայց այն պետք է հելնի ասի այ համբալ։ Ու կռիվը շարունակվավ բնականաբար սցենարով, այնի նրան համբալ, Լյովիկը սրանց Լավիկ Բերյանը, այդ ձուկ ծախող, այն մի հատ անասուն կա ինչեր անունը, մի հատ ապուշ Քավառա падգամավոր կա, Սևանի շրջանից Գեղարքունիքից, մի հատ դեբիլ Տիգրան Արզականյանի ոնց որ հոգեզավակը լինի, ասում է, երբ որ ընդդիմությունը տեսնում է Նիկոլին, հուշ տալինում, ջղաձգվում է, դա նույնն է, ինչ որ սատանեն Քրիստոսին, այ լրբի տղա, այ իսկականի ձուկ գողցող, փաստորեն Նիկոլը Քրիստոսն է, Քոչարյանն էլ է սատանա, Նիկոլն էլ է սատանա, այս ինչեր ես ասում, այն նրանք իրանց են սուր խաղում, մենք գողացած փող չունենք, սրանք իրանց, հələ դուրս է եկե, ես մի ապուշներ ասում է, տեսեք, ես ապուշների ասածն եմ ասում, ես ինչ եմ ասածները վերլուծում, որ ժողովուրդ ջան հասկանաք, երկուսն է ճիշտ են ասում, բայց ոչ ազգային, դու նրան ես ասում գող, ցույց ես տալի ինչա գողացե, նա էլ քեզ ասում գող, բայց դուք ազգի հարց լուծող չեք, արա, դուք եկել եք ազգային ժողով, ազգային հարց լուծեք, ոչ թե եկել եք պարապ ձեր ժամանակը ստից կռիվ մռիվ անեք, թողեք գնաք, ժողովրդի հարցը չլուծեք, այ վիժվածքներ։ Ինչ ասեմ ես սրանց, էլ ասելու բառը չկա, հայոյանքն են կոմպլիմենտ ընդունում։ Ասում է որ ինչ ասես մի վարքյան հələ, ասում է Քոչարյանը մի հատ Արթուր Հովանեսյան կա այն մորուքով ակնոցներով նիհար, ոնց որ բանը լինի, դու ասա, մահվան հրեշտակ դեմքով։ Ասում է բանը Քոչարյանը ձեր չէր, որ ուզում էր Մեղրին փոխեր Ղարաբաղի հետ։ Բա դուք ինչ արիք, Ղարաբաղը լրիվ նվեր տվիք։ Այսինքն երկուստ է ճիշտ եք, բոլորիդ այլանդակություններ երևում է, ասել եմ, բոմբ ընկնի ազգային ժողովի վրա, ժողովուրդը կհանգստանա։
Նիկոլը չկա Զաչումարի տարին Ռուսաստան իր դրած քֆուր, որ Լուկաշենկոյի հետ չի մտնի, տարան կողին տակները, ինչ ուզին արին, լախանկարին գցին, հիմի ձեզ քսյա տվե պոստի համար ինչքան դեբիլ կա հելել եք ժողովրդին, ես ինչ եք ցույց տալիս։ Թքած աշխարհին ինչ եք ցույց տալիս, դուք չգիտեք, որ թուրքերը մյուսները նայում են, ամբողջ Եվրոպան սենց եք ուզում մտեք Եվրոխորհուրդ, սենց եք ուզում մտնեք, հա, իրար լավի բերան ասելով, ընտանիք բերան երես հետև ասելով, հա, մի անհանգստացեք, դուք բոլորդ փողոց դուրս չեկած, չմոներեք, բոլորդ կրտած բարակ ձեներով, հատկապես Քոչանի թիմը, դուք փողոց եք տեսե, որ քֆուրի տակ պատասխան եք տա, դուք գիտեք այդ քֆուրի պատասխանի տակից ոնց եք ելնելու, դուք գոնե գիտեք ոնց եք ելնելու, կամ լյովիկ դու դրա այդքանին լավ ես քրվում, դու գիտես ոնց ես ելնելու, ախր այս բանը փողոցային կրակոցները սարքելու են, ես ասել եմ, սրանց ուզածը Բարդուղիմոսյան գիշերա, դեռ ես ասել եմ 2 տարի առաջ, 2.5, Պուտինը հրամանա տվե Հայաստանում առնահեղություն նոր ինչ-որ բան փոխել։ Մենք չվերցեցինք Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը իր վրա չի վերցրել։ Դրա համար ենք մենք ասում Նիկոլ քո 19-ի հիմա 15 հոգով փախի։ Մենք թույլ ենք տալիս հանգիստ փախի, արուն չգնա։ Ունդեղ մի քանի հատ անասուն վիժվածք մանավանդ Մոսկվա մնացող Արեգ Նազաններ սեռը փոխած կանայք գրում էին դու ազգի թշնամի ես որ թողում ես Նիկոլովը փախնի այ Արեգ Նազան մազերդ խուզած սեռդ փոխած տիկին հայ ազգի թե ես իմ հայախոս բա դու ինչ ես ուզում ես հիմա հելնեն փողոց դեպուտատները կրակեն բնականաբար կողքից 100 հատ էլ մարդ սպանել էտա քո ուզածը դու Մոսկվա գնաց է ջանդվել ես ուզում ես Հայաստանում արուն հեղվի մարդկանց հա այդ քեզ դուր ա գալու ինչի չես թողնում ամեն մեկը գնա իր տեղը նստի այս սենց եք թող գնդակարվի ինչի չեք ուզում ամեն մեկը իր տեղը նստի հեսա դեպուտատներով իրար հաշվե հարդար եւ այլն հələ ուր եք հեսա սեպտեմբերից հետո իրար վրա կրակել բան գցել տան վրա կողքի խեղճ ու կրակ մարդիկ մահանալ էսա սրանց ուսածը Պուտինը հրամանա տվել ազգային ժողովը վերածել բանի տեյցի կռուգի եւ բոլորը մեջը խաղալ ժամա վճարով 100 դրամով 150 դրամով ժամ իրաց ծախել ուրիշ բան ես չեմ տեսնում Այն Նարեկ Գրիգորյան ասմա բանը, ինչ ասեց, այդ Նիկոլից որ ասմա, կպավ Ռոբերտ Քոչանին, այն էլ ասմա, բա ես քո լավիդ բերանայի ձուկ գողցող։ Հա, բա Նարեկ Գրիգորյան, դու կյանքիդ մեջ Երևան եկած կայր։ Սի ակցենտը չես փոխի, Արզականցյանի նման էշեշ խոսում ես, բերի գեյնիկ, վրտոմ, վսոն, դու քեզ լսել ես։ Ժողովուրդ մեկը հասկանում եք նրա խոսացածը։ Դրա համար էլ այդ պետք է լինի համ Քոչը եւ Քոչյանը ազգի թշնամի եւ Նիկոլը եւ Սերժը եւ Լևոն ու նրանց սպասարկող բոլորդ միասին հանգիստ եղեք խայտարակություն ես չեմ ուզում շատ հա այս Արթուր Հովանեսյանը ես մարմնավաճառին տես ասում ա մենք մինչեւ հիմա պայքարել ենք այս 7-8 տարի որ Քոչարյանին ենթարկենք պատասխանատվության փողը հետ բերենք մինիմումը մեզ 5 տարի էլ պետքա որ կարողանանք փողը ստանանք Այդ կյանքից հեռացած Արթուր Հովանեսյանը լասա որ թաղես մնացե մի հատ ասա գրից տակը որ դես մնացե ու ինչ ես արել փողոցում դու տնից դուս ես եկե թե չէ դու տնից ոնց ես դուս եկե քանի վրեդ ինչքան թաղում փող են դրե բերե փակվել ես որ քեզ չսատկսնեն Փաստորեն դու ժողովրդի հիմա ուզում ես մարդկանց ուղեղ լվաս հա ասում 8 տարի մենք ման ենք եկե նոր ենք գտե մինիմումը 5 տարի է պետք է նստենք որ Քոչանին բան անենք փողերը ստանանք լուրջ թե մինիմումը 5 տարին մաքսիմումը 50 տարի եղավ Ես ոչ թե ասում եմ մեկնաբանելու եմ սրանք իրար ինչ են ասում այլ մենակ մեկնաբանելու եմ այն առնետությունները որ շատ մարդկանց այդ հրավիրումը ասում արա դե էսի ճիշտ ասում արա դե էնի ճիշտ ասում արա դե էնի ճիշտ ասում հանգիստ եղեք երկուստ էլ վիրավորանքների հարցում շատ ճիշտ եք լավի բերան լյովիկ քրֆիր բոլորին հասմա բոլորը տասեք դու Թուրքի զավակ ես բոլորը Թուրքի հետ համագործակցող հասմա դուք ասեք Քոչանը Մեղրու դիմաց Ղարաբաղի դիմաց Մեղրիներ տալիս ճիշտ է դուք էլ Մեղրին էլ չտվիք Ղարաբաղն էլ տվիք այնց որ բոլորդ էլ ճիշտ եք ինչքան իրար հայոյում վատ բան եք ասում երկուստ է ճիշտ եք 2 եք 4 եք 5 եք թե 105 եք Էդի ճիշտ է, բայց վերջում ինչ եք անում։ Մենակ հայոյելով հո չի դիր ստացի իշխանություն ես, խիչ ես ստանում։ Դերի մեջ մտած ինչքան էշություն կա խոսում եք։ Անցնենք Պապիկյանին։ Ուրեմն այս ընթացքում Պապիկյանը եւս Գերմանիա հասավ, խալով Բորենին,
որ մինչև այդ թոքախտեր հիմի փորը հելը իրան ուտումա կոստյումներն էլ ինադու չի առնում ինքը հոգեբանորեն դեբիլ ասել եմ որ փորը ձգի դարմա հղի կնիկ հետևից մի բորդ կոստյում հակնում փորը ուռելա որին ծիծեռնակի պես մի պրարեխը բարձանում ա վերև այդքան անգրագ է դա կնիկ ես առե գոնե կնիկը ճաշակ ունենա գոնե մտնում ես խանութ խանութի այդ աշխորդից ես առնում չգիտեմ աշխատողները վրա այդ կայֆավատ տենելում սա խանութները պատկանում ա Քոչարյանին գոնե Պապիկյան լսի գնա խանութ ասա երկու բորդ տվեք որ սամալյոտի թևի պես չաղանաս հավասարել իջնի մի բորդ ես ակնում ծիծեռնակի պես ամոթ գալիս ես Գերմանիա հիմա Պապիկյանը Հնդկաստան Հունաստան ես իմ Ռուսաստան Աֆրիկա էսի ում հաշվին ես գալի եկել ես Գերմանիա ում ինչ տաս ծիծեռնակի բունդ ինչ օծկոբրայի ես տալու որ մտնի ծիծեռնակի բունդ հարց ում համար ես եկել ինչ ես ֆրֆռում քո ծաղ մտերիմները քո օգնությամբ որ մեշոկներով փող են բերում քեզ բոլոր տեղերից բանակի թալանից եւ մնացած գործերից հենա գրածա մարդը 222 միլիոնի ապորինի շինարարություն են անում որն է չի բրծել լիքը դեֆեկտներով ու մի քանի այդպես շինարարություն քո մտերիմները դու ես դաբրոտավե որ Երևանում իրանք կարանան շինարարություն անեն բայց էսի կոռուպցիա չի Արա 222 միլիոն դրամ Հայաստանի մեջ Գերմանիայում մի ցենտի համար դասատու են գործից անում կոռուպցիայի համարվում 1 ցենտը ժողովուրդ լուրջ եմ ասում 1 ցենտը Մարդը նախարարը եկե դաբրոներ ա տալ ինչի պաշտպանության նախարարը պետք է դաբրո տա այս ինչ երկիր եք սարքել պրոռուսական հիմարություններ այդ շինություններն է որ սարքվում ա Երևանում մերրել եմ ասելով բազմաթիվ սխալներով ինչ ա Երևանի շինությունների վիճակը հա ասել եմ շինության իրական տեսքը 60%-ը կանաչ 40%-ը շենք Երևանում 98-99 կամ 100%-ը շենք 0.1%-ը կանաչում հատկապես Ռուսաստանից վերած չգիտես ինչի բոլորին թվում է ռուսական պրոյեկտները սիրուն են ի՞նչն է սիրուն դուք Ռուսաստանի բնությունը լանդշաֆտը տեսել եք պետության 53%-ը անտառ Բայց դրա համար էլ ինքը կարա բոլոր քաղաքներում հսկայական հրապարակներով շենք սարքի դրա համար էլ Տաշիրի Սամոյի սարքած դալման բոմժնոց է երկու հատ ծառա դեմը տնկե հետևն էլ ֆուտբոլի դաշտի պես թրաշ է ինչ կլինի որ Հայաստանը ծառ չունի դալմայի շենքի հակառակ կողմը ծառեր տնկես հն Տաշիրի Սամոյ կարող է Մոսկվանա կողքերի անտառի օդը փչում Կամ եկա դալման դրել ես քաղաքից կտրված տեղ դալման էլ սիթին անունը փոխե գրին եսի մարքետա դառը մեկին 10 ապրանքա ծախում այսպես բարդակ շինություններ որ Երևան սարքում են հարյուրներով այս սրանք բոլորը կամ քանդվելու ենթակայա կամ տիրոջը մեծ կա շտրաֆներ պետք է բերվի տրվի ուրիշ բիզնեսներ ձեռից խլվի սրա համար սենց չի կարելի անել ժողովուրդ ջան 8 հատ ծառ դալմայի մուտքերին տնված դալմա շենքերի 8 հատ ծառ մուտքի մոտա խփած հերետևը դատարկ 14 հարգանի շենքա 5-ը Պազեզդանի Մեջը 1000 հոգի մարդ ապրում 1200 հոգի 8 հատ ծառ հիշեցնեմ որ 1 ծառը 3 մարդու թթվածին է տալիս հետևը հսկայական կանաչ տարածքա սարք է դնում խոտը հնձում պրծում են չի կարելի այդ բորտերին ծառեր տնկել կռուգում ինչ կլինի որ 25 հատ է ծառը տե տնկեք Ռուսական ապուշությունը ինչ եք ներմուծում Հայաստան Ռուսաստանը բարդակ շենք կողքը մի հատ խանութ 500 մետր են կողմ բնակավար չկա էլի շատ հող ունի Հայաստանը հող չունի ինչ եք տենց անում Հեսա այսօր երկրորդ մասում կգցեմ Էրլանգերի բուսաբանական ու շենքերը տեսեք ամեն քարի ծակի մեջ ծաղիկ են աճացրել ու ի տարբերություն Հայաստանը լրփի տղա Բեգոյան ես քեզ ասել եմ կանաչապատման դու նստելու ես կանաչի գենոցիդի հարցով Բուսաբանական այգին ցույց կտամ էնել Էրլանգերի 100,000-անոց քաղաքի ոչ թե 1,5 միլիոնանոց դուք տեսեք ոնց են մշակե ոնց են լանդշաֆտները պահում ոնց են հատուկ ջերմաստիճան ու ջուրը մնացածը պահում հաղորդումից հետո երկրորդ վիդեո կգցեմ կտեսնեք հաղորդումը կավարտեմ մի որոշ ժամանակ անց կգցեմ դուք տեսեք ոնց են պահում ոչ թե կտրում են որ ջուր քաշեն անասուններ Երևանը սարքել եք +55 աստիճանի քաղաք ով է գալու դրա համար է ծառը չորանում է ջրածը ծառը չի հասցնում Սակուրաները բրով դնեն Աբինյանի Դոշին ու Բեգոյանի որ սենց Երևանը կտրում են Սակուրան ինչա 20 օր բանա տալիս ու ասում է տերևով Բեգոյանը լստա ապուշին նա яра պոլիտեխնիկա ավարտե դենտրոլոգա դառը իր էշությունները խոսում է ասում է Սակուրան սաղարթով բանը ավելի շատ է քան սովորական ծառը ժողովուրդ Սակուրայի սաղարթը տեսել եք Այս չափի մանր տերևներ ունի մի քանի հատ
20 օր ծաղիկն է տևում ու ծառը ոնց որ հիվանդ լինի։ Հետո էլ մյուս եկողը կասի այս ծառը հիվանդ է կկռի։ Այսինքն այլասերված մասը Հայաստան։ Հիմա սա շինարարությունների վերաբերյալ։ Հիմա գնանք մեկ այլ հարցի վերաբերյալ, հա։ Սկսենք Արմեն Պողոսյան, այն օրը ելույթ ունեցավ, այ Արմեն Պողոսյան, այ քնչականի պետ, քեզ բերին փչացրին գցի մի կողմ։ Էս ինչ ձևի դու ելույթներ ես ունենում։ Էս ոնց ես դու եղել KGB-ի, ես ինչ փոխնախարար ես եղել, ինչ ես եղել, NVD-ի փոխնախարար։ Այ ախպեր, էս ինչ խոսալ ես խոսում։ Ասում է, ծեծել է 20 հոգով։ Դա քրեական հանցագործություն չէ, հայոյելն ու վիրավորանքն է հանցագործություն։ Իսկ այդ 20 հոգով որ Չախոյանին ծեծին 10 հոգով, չէին հայոյում էին։ Այսինքն թքելը, ծեծելը եւ այլն դատական գործ չի։ Ես խորհուրդ եմ տալիս ժողովրդին, վիդեոն կտրել եմ, պահելու եմ, ուզում եք ջնջեք, ուզում եք մի ջնջեք։ Չնայած բոլորը արդեն պահել են։ Արմեն Պողոսյան, ոնց հասկացա Վանաձորից ես ակցենտը ՏՀ էիր խոսում։ Ուրեմն լսի, ձեր խորհրդով ու դուք ասեցիք, որ դուք այնքան պրոֆեսիոնալ իրավաբան եք, որ ձեր ամեն մի խոսքն ու տառը համապատասխանում է օրենքին։ Այսինքն դուք նախատիպ եք, հարգելի ժողովուրդ, 15-20-25 հոգանոց խմբեր եք ստեղծում, ԿՊ պաշտպան, գրասենյակ, падգամավոր, ըստ Արմեն Պողոսյանի ասած եմ ասում, ոչ թե հորդորում եմ կռիվ։ Բռնում եք, ծեծում եք, առանց հայոյելու, ծեծելուց ասում եք, ախպեր ջան, կյանքիդ մեռրեմ, օրինակ Արշակյանին։ Լավ, ծեծում եք, ասում եք, Արշակյան ջան, դու մեր գերագույն ախպերն ես, չեք հայոյի։ Դա չի համարվում հանցագործություն։ Հենց ասեք Արշակյան դու անասուն ես, ստոպ դուք նստած եք, հասկացաք։ Չեք հայոյում։ Փաստորեն օրինակը որ ձեզ տան կամերայի մեջ այդքանը զապիսարեք, տարեք տվեք, ասեք նախատիպ քնչականի պետի խոսքը, հեսա։ Այ քեզ բան։ Այսինքն խուլիգանություն չի որակավորվում, չի բանելնում, մարդուն ծեծել են, աշկը թափել են արյան զեղում, դա հեչ, ծեծելու հանդեպ ասում օրենքով բան չկա, բա քեզ ինչ կա, պարոն Պողոսյան, արգիշտը գոնե արանքը ճղես թռավ, չես գում, քեզ էլ են դեմ տալիս։ Զաչումարի տարին բոլոր падգամավորները կպանի, Քոչարյանի, թքած ունեմ իրանց վրա էլ, բայց դուք հասկացաք բոլոր հարցերին լինես պատասխանի։ Տեսաք, որ ձեր վերադասը դատախազը հարցերից թռավ, կռուտի տեղավ թռավ, Աննա Վարդապետյանը, ինչպես Նիկոլի հերթական թիմը այդ կանանց խմբի մեջ, որ վերջում փուրնա տալու Նիկոլը, բայց դուք ընկաք հարվածի տակ։ Էդ ինչ ձև եք խոսում, ես սենց չի, ենինես չի, ես բռնելու ենք, ենի չի ստացվի, ենի նոր ենք կտա, ասմա, մի տոննա նարկոտիկի գործ ինչ եղավ, ասմա կլնի, այ մարդ ասմա տպի կլնի, ասմա ախր ձեր թիմից է եղել, հա, Քեթրինի Միրան ասմա մեր թիմից է եղել, ինչի չեք բռնում, ընչեք թողում կուսակցություն բացի, հասկանում եք քոչենք ինչ խաղ են տալիս, խոտ կանյոն, ձիով քայլ են անում, սրանք լրված են։ Սա կլնի, ինչը կլնի, քանի տարի անց այդ դեղից, ինչքան եք քաշե, ինչքան եք ծախե, այն Քեթրինի Միրյանը մեռավ հետևը ճղելով այդ լոպաս կոլոտ ջանին քայլելով ասելով, արա 276 կիլոն ուրա, Սերժն ու Քոչոն փայը սպրոս են արել, 720 քանիս եք գրել, ես մի տոննա եմ ասել, դուք 724 եք գրել, 276 կիլոն, ինչ եք արել, կիլոն արժի 160,000, ինչ եք արել, այ մարդ, այդ փողը բերեք տվեք, թե չէ ինձի կախելու են, հեչ Հասկանում եք, չէ։ Փաստորեն դուք բոլորով թմրադեղի մեջ բազար եք անում, ուտում խմում ֆրֆռում եք եւ այլն։ Նույնը թեկուզ էլի եմ ասում, էլի չեմ պաշտպանում, ես ցիտում եմ Հայաստանի խախտումները, ես թքած ունեմ որևէ մեկի վրա, մանավանդ Վարդանիկի թիմին 12 տարի ծառայած լրագրողի վրա։ Բայց մարդուն բռնե տարել եք տնից, մեկ օրգան կանացի օրգան թմրադեղ եք մանեք է Խայտարակություն, տղամարդ բանը, ոստիկանու կամերայի դեմը, այ ոստիկանապետ ես ինչ ես եկա տարիքով, արա դու կնիք չունես, կամ էդ ինչ ցանկությունա ձեռը ձեռնոցակնես եսի ինչ անել, արա դու էդ կարգի փչացած ես, այն մեր բանակի ժամանակ սենց հումոր էինք անում, ասում ենք այնքան ենք սարկանգնե աղջիկ չենք տեսել, ջրիկանում ենք այդ 17-18 տարեկան, մենք սեռական օրգաններից աշկերս է մնացել տղամարդկային հատկությունից թրաշվել է, հիմա քոնն էլ է էդի, սեռական օրգանից մատներ դա մնացել, գիժ ես արա դու, կամերայի դեմը դնում ես եկակնգան տնից գիշերանոցով քաշում բերում ես հիվանդ մոր դեմը դնում ես ձեռմեր մտցնում ախո դու կանասուն չեք արա թմրադեղ ման ես գալի այն մարդու մոտ ով որ քեզ զրպարտել հա ով որ ասելա դու սխալ ես կամ դատավորին կոռուպցիան է
Թմրադեղը ծախողը ընդունողը դուք եք, որ մի տոննա վերացից 726 կիլ 264-76 կիլոն տարակ վրից։ Դուք ուրիշի մեջ եք մանգալ։ Կամ այդտեղ կին աշխատող չկա, հատուկ բաժին չկա, կամ ինչի կամերայի դեմ անում։ Որ մարդուն նվաստացնեք, հետո ասեք կամերայի դեմը մատնես մցրի, արա խոդուկ աննասություն չի կարա։ Արա Գյումրիում դու ոնց ես տուն գնալու կնկատենաս։ Հարևաններ ոնց եք թեքելու սրա երեսին։ Տղայք ոնց եք սրան ձեռով բարև տալու։ Էս ինչ կարգ եք ընկեդուք։ Էս ինչ խայտարակ վիճակում եք ընկեդուք։ Հələ թող Գերմանիայում մի հատ բարձրաստիճանական բարձրաստիճան պաշտոնյա նման բանաներ, քցելու են գոմիկ ցիգաններից ասել եմ, սենյակը։ Այնքան ցիգանները բռնաբար են, որ ինքը հիանար տղամարդ տենար թարս վռար ու չոքեր։ Այ քեզ բան։ Ապշած եմ լուրջ եմ ասում։ Ցուցադրական նվաստացման ձևերում։ Բա դու չես պատկերացնում, որ հանգարց իշխանությունը 6 ամսից փոխավ։ Ուր ուզում ես փախի հետևիցդ հասան, ու այդ ինչ որ դու ես արել, քո հանդեպ անեն, եթե հասցրիր փախնել։ Քո հանդեպ կամ քո հարազատի հանդեպ անեն, ու կամերաներով ցրեն։ Անանու YouTube-ով ցրեն։ Էս ինչ մարդու կնիկ նա ինքը նա տղեն, քեզ դուր կգա դա արա։ Արա էս կարգի լպստվել կարալ։ Վարդանիկ, բա տեղդ նստել ես ձեն չես անում, 12 տարի քո կեղտոտ գործերն ապագի, ինչի ձեն չես անում, այլ Նիկոլի տակ մտած, աբրանք, կոմունիստ քրիստոնյա, բոլորով հակառակ ես, կոմունիստ քրիստոնյա, Նիկոլի տակ մտած, Սերժի Շուն Քոչյանի կոշիկի կեղտ, Լեննագանի Վարդանիկ, քու հետ են, Վարդան Ղուկասյան, բա 12 տարի այդ մարդը քո համար է ծառայ, քո քաջերն ապագի, քո մամլուք հարտուղարն ա եղել։ Այս է չեմոների հավաքածու ասել եմ, չեմոների կողքերը դնում են մի քանի հատ ախրանիկով խեղճ մարդկանց հանդեպ մեծերին դեմ են գալի, մի անգամից հավի պես տպին գա ասած Լեննականցու, հավը խորոզին կտեսնի, խորոզի դեմը հավը տպի գա, այսինքն մի անգամից պարկում է, որ ակլորը հարցը լուծի, բոլորիդ մոտ էսի կարա, որ ասում եմ քուչա չեքի չէ բոլոր յուբկայա պետք, հետո նեղանում եք, տղամարդու յուբկի ցեղ տնեք հերթի տակ կետա, այ քեզ բան Ձեն չի անում գագոն պտի ձեն հանի, եմ մեկը պտի ձեն հանի, ենի պտի բարձրացայնի, եմ մեկը պտի բարձրացայնի, բա դու ուր ես, 12 տարի քո համար աշխատի ար այդ մարդը։ Այ քեզ բան։ Հաջորդ ինչի մասին ուզում եմ խոսեմ, սա ամենաահավորներից ևս մեկն է։ Շարամանյանի փաստաբանը հելել այն Թուրքի խալով Բայրամովի դվայնիկ աղբոր վիժվածքի փաստաբանը հելելա, ասում է Շարամանյանը Երևան գալով թուղթ ստորագրել, որ Արցախը, ու շատի լսեք, Արցախը բան չի, դու ասա, լուծարված չի, բոլոր բաները կա, էլ չխոսակ լուծարման մասին, այ լրպի տղա, այն Նիկոլի Սերժի Քոչյանի ոտի կեղտ, դու ստորագրիր Արցախի լուծարում, Նիկոլին տվիր, կարմիր քարտը տվիր Նիկոլի ձեռը, հելավ Պրագայում մնացած տեղեր ասեց, Արցախ էլ չկա, չխոսակ 86,600 Ադրբեջան, հիմա հելել ես, թեկուզ 10 օր հետո ես ստորագրել, թեկուզ մի ամիս, հելել ես, ուզում ես քեզ մաքրես, այ վիժվածք, դու Արցախը ստորագրիր, հանձնիր կես ժամանոց Արցախի նախագահ, կես ժամով նստար նախագահ հանձնիր, հա, մի քանի այլասերված քո հետ, որոնք պետք է նստեն են Չախոսը, այն մյուս դաշնակը եւ դու որ մի օրում 4 նախագահ փոխվեց այդ երկրում, Արայիկը հələ Արայիկին ուրիշ բան են անելու։ Արայիկի նկարը էջումս կա այն Ֆրանսիայի այն ագարկատի բանի, դու ասա Տերյանի Լուիզիկի հետ որ օփշակով է ֆրֆռում, դրա այդ ձեռները ոտերի արանք։ Արայիկին ուրիշ բան անելու։ Արայիկին հիմա ադրբեջանցիները պահում են հայերից։ Ադրբեջանցիներն ու ռուսները Արայիկին հիմա պահում են հայերից։ Արայիկը եկավ Երևան գլուխը կտրել են։ Ես ձեզ ասեմ, ժողովուրդ Արցախի։ Հələ ուր եք այդ նկարը մի հատ էլ այսօր կգցեմ իմ մեջ։ Չնայած իմ Facebook-ի էջին կա, մի հատ կգցեմ մեր ազգասեր։ Որ Երևան։ Ասում է բանը թուղթ ստորագրել, որ Արցախը չի լուծարվել։ Արա հորը տուններ Նիկոլին Դաբրոտովի ստորագրեցիք, հիմա քեզնից լավա մարդ ես ուզում ես մաքրվես։ Լրբի տղությունն ու վիժվածքությունը Թուրքի տակ մտնել բերանը բաց ու հղիանալը բերանից։ Այնքան են բերանիցդ հղիացրել, որ երեսիդ խալը, երեսիդ թշի խալը իջել է ներքևի թշիդ։ Ու այսքանից հետո դու եկել ես խաղում ես ԵՔ ազգի ճակատագրի հետ 15-25 միլիոնանոց ազգի հոգեվիճակի հետ։
Դու քեզ որոշեցիր քո տերերի հրամանով լուծարես, իմել ախպեր ես հակառակ թուղթ եմ ստորագրել։ Որտե՞ց ես ստորագրել։ Հանձնը փախել ես, այ լրբի վաստակ, հողը չկա։ Դու ինչ ես ստորագրել, այ վիժվածքի ծնունդ, այ թուրքի բռնաբարված։ Հողը հանձնել ես տակ, որ Արցախ գոյություն չունի, չկա տենց բան, միանշանակ, միայնձնյա որոշում Նիկոլի հետ, բնականաբար Սերժի, Ռոբի ու Լևոնի խավորության Պուտին պապայի ու թուրքերի հրամանով, հիմա եկել ես մաքուր ես խաղում, հա։ Դե որ տենց հա, քեզ ժողովուրդը Արցախի թոտանի վիզիտ կդրի ցուցադրապար հրապարակում։ Կամ որևէ տեղ վիզիտ կդրի հրապարակում է արժանի չես։ Հետո գասե ախպերս բանը կներեք վիզը կդրենք, ազգային հերոս շնորհեք թո սատկի, թե ինչ կլինի որ։ Վիզը տարեք արցախցիներին, եթե մեջների այդքան մարդկություն մնացել է, շատ քիչ արցախցի մնացել, տեսակ, ոնց սրա հետ մեկտեղ բան արեցին, Լխոսվան այդ Արցախի կազմակերպիչ այդ լրբազավրների խումբը, որ ասում է ծախվածների խումբը։ Տեսակ ինչ արին, գնացին վրանը տարան դրին Քոչարի հասցե, որ ինչ լինի, ներսը, որ ինչ լինի, որ նստեք բլոտ խաղաք։ Տեսակ, որ ժողովրդին խապելու ինչքան այլասերվածներ կան, փողով էժան առնվողներ։ Բեմը դրեցին 15 օր 30,000-ով 150,000 կերան, Բագրատ Լրբազանը բերեց այդ 2-3 միլիոնանոց դրոշը, ցույց տվեց ժողովրդին խապին, էլա թռան։ Իրանք պետության հետ պետությունը կանչեց իրանք ջեբերի փողը տվեց այդ 10 հոգիներին ինչ էին կազմակերպող սուտի պագոնավորներ, սուտի ազգային խերոս պայքարողներ, խերոս եղան, խերոսները կերան ու գնացին։ Նիկոլը փչացրեց բոլորիդ։ Շատ լավ ձևով։ Իհարկե հրամանը Քոչարյան Սերժ Լևոն։ Էսել էսպես։ Դե արի մի ջղայնացի իմի Հայաստանից այլասերվածների վրա։ Մեկը մյուսից այլասերված, բայց Արշակյանը ասում է Վարչապետին ով բան ասի իմ հետ հարց կունենա, այս սուր կտուցով ապրան, ղզիկ, այդ բոլորիդ եղած չեղածը կտրել են, բոլորը սոպրանո բարակ ձենով եք, ձեր մոտ Նիկոլից մոտ այա կրտասների բան, Նիկոլը նվնվ, Ռուբեն Ռուբինյանին Թուրքիա 5 տարի նվնվ, քեզ նվնվ, ու բոլորը նվ, դաժե ձեր են լրագրող են նարեկնա, ձեր պես նվ խոսում, ձեր մոտ նվալը հաճուկ արա խոտուկ աղջիկ չեք, հասարակաստան չեք, որ նվակ տղեն լավ զգա։ Ընչեք թողնում բուկետ բերան բացվի։ Անցնեք միջազգայինին։ Ուրեմն Պյուտինը քցեց Էրդողանին։ Ասում է ես չեմ գալիս Ստամբուլ։ Ուզում է Զելենսկին թողնա Մոսկվա։ Հասկացաք, չէ՞։ Զելենսկին մտավ Մոսկվա, որտես թարս կախելու են Կրեմլին բանի դեպի փողոցը որ դուրս է գալիս որն էր Բաշայ Նիկիցկայը այդ եկող են Կարմիր շենքի դեմից ցույցատալու տեղ Բաշայ Նիկիցկը ոտից թարս կախի ասեն անցնող դառնող օգտվեք ինչ եք խոսում Զելենսկին երկու թևը կտրես ատամներն է քաշես Էնի Մոսկվա չի մտնի վերջ ասում եկեք Մոսկվա ախպեր չուն ես այդպես եմ որոշ այդքան լավն է թողա Մոսկվա հետս խոսալ Всё, արանքնել Էրդողանը, վայ, ես եմ աշխարհին իրար հետ բարեկամացնում, Հնդկաստան սուս մնա, ես իմ Պակիստանին չես կարա եւ այլն։ Իմիջիալոց Հնդկաստանը մի հատ լավ օրենք ընդունել, որով հնդիկ ամբողջ տուրիստները հրաժարվել են Թուրքիա եւ Ադրբեջան ու գալիս են մեծ թվով Հայաստան եւ Հունաստան։ Այտենց։ Մենք մեր բարեկամ երկրների մոտ ենք այդ։ Շնորհակալություն։ Հիմա ասես փչացրին։ Հաջորդը Ինչի մասին է ուզում խոսել։ Այ մարդ Տրամպն է լրիվ խելռել է։ Ասում է թե մտքափոխվել եմ Պարսից ծոցը անվանեմ արաբական ծոց, նոր Պարսից ծոց, այսինքն բանակցություն ասում լավ ա եղել։ Սենց խելառներին որ բերում են այդ երկրները կործանվող, սա ես ասում եմ Ամերիկայի համար ժողովուրդ։ Ամերիկան կործանելու է Տրամպը, որտեղ ոչ թե ինքն է տերը, ինքը ուղղակի մարիոնետնա, հրաման կա Ամերիկան էլ կործանելու։ Տեսեք Պուտինին հրաման կա Ռուսաստանը կործանելու, նախ առաջինը հսկայական Սիբիրում անտառներ վառեց, մոտավորապես 2-3 Գերմանիա կամ 30 Հայաստան անտառը վառը, կամ 1.5 Թուրքիա։ Եվս այդքան էլ կտրե տվելա չինացիներ։ Այնպես որ ամեն ինչ հնարավոր է, սա էլ Ամերիկանը քանդում։ Եվ բանը նոր ծրագիր այփեր մտածե Հայաստանին եւ Ադրբեջանին մտցնի Աբրամի ծրագիրի մեջ՝ ի օգուտ ջհուդների։
Ուրեմն ես մեկ գրամ չեմ կասկածում, որ Հայաստանի բոլոր ղեկավարները սրա հետ համաձայն են, բայց հիմա քանի որ նախընտրություն ա, քիչ կծկծկեն։ Բայց եթե Հայաստանի որևէ ղեկավար միացավ այս ծրագրին ջուդական, իմացեք, որ այդ ղեկավարի մինչև դուրս գալուց հետո իր ամբողջ թմին ընտանիքներով, բարեկամներով, մոտավորապես ասենք թողել են 100,000 մարդ, շատ ծանր բաներ է սպասվում։ Շատ ծանր։ Շատ ծանր, ես խոսքի եմ տալիս աշխարհի բոլոր երկրներում, որ Հայաստանի մտցնեն ջուդական ծրագրերի մեջ, դա նշանակում է հակառակ պատերազմ արաբների, որտեղ մենք հսկայական համայնքներ ունենք, հարգանք ունենք Լիբանանում, իշխանության մեջ փայ ունենք, եւ Պարսկաստանի դեմ։ Ինչ նշանակում Աբրահամի ծրագրին Հայաստանը միանա։ Խայտարակություն։ Սենց բան չպետք է։ Հաջորդը ինչի մասին եմ ուզում խոսել։ Հաջորդը ուզում եմ խոսել Ֆրանսիայի առնետության մասին հերթական, որտեղ սա իմ համար, սա իմ համար ամենաահավոր բանն է։ Ֆրանսիան նոր քարտեզ ա տվել կարգավորման ճանապարհային եւ սահմանային ինչ որ հատվածներում առաջնահերթությամբ Լիբանանի դեսպանատանը, որ այնտեղ զորք տնեն անեն, քանի որ Ֆրանսիան 18 թվականի պատերազմից հետո Լիբանանը եւ Սիրիան անցան ֆրանսիական պրոտեկտորատի տակ, ինչպես նաև Կիլիկյան, որը շատ գեղեցիկ կերպով Լիբանանը Սիրիան պահեց, Կիլիկյան նվեր տվեց թուրքերին, ես չեմ մոռանալու, զենքն է տվեց, որ թուրքերը հայերին կոտորեն, իրանք է ձիերի ոտներին կտորներ փաթաթած, որ չկտկտա, փախան հայերին նավերի վրայից շպրտում են ոսկոր շներ կերեք։ Էսի Ֆրանսիային, որ ասում եք լավություն, մինչև հիմա մենք էլ որ լավությունը չենք տեսնում, բացի դերասանությունից, Արցախի անկախություն պետք է ճանաչեր, չճանաչեց, Ալիևը հանում է կնգա կեղտոտ տռոսիկը քաշում է Մակրոնի եւ մնացածի գլխին, ձեն չեն հանում, չգիտես ինչի ձեն չեն հանում, ուրեմն իրանց դուր է գալիս այդ կեղտոտ տռոսիկը հոտ քաշեն եւ մնացած գործերին վերջում էլ 35 թվականի Սիրիայի անկախանալուց հետո էլ թուրքերը էլի ախբերություն արեցին, վերցրեցին հայկական Կիլիկիայի լեռնային մասը Ալեքսանդրետի կամ հայկական գավառը տվեցին 5500 քառակուսի, նվիրեցին Սիրիայից պոկեցին, տվեցին թուրքերին, որտեղի բնակչության 80%-ը հայ, արաբ, ասորիներ էին, արաբներն է քրիստոնյա, այսօր դարել է Հաթայի իլ 5500 քառակուսի կիլոմետրով 5 միլիոն, որտեղ լրիվ ծովափ է, եւ Բաքու Ջեյանն է այդտեղ գնում նշանակություն։ Իսկ չէր կարա 35 թվականի Ֆրանսիան դա թեկուս 5500 տար հայերին, Սիրիան ազատվեց, դա հայերին տար, չէ, թարախությունը միշտ անում է։ Իսկ ֆրանսիական ֆուտբոլի թիմերի ղեկավար սեփականատերեր, որ ադրբեջանցիներին էին, չէր կարա, չէ, Ֆրանսիայում դրված էր ադրբեջանցի գրող, դուք պատկերացնում եք այդ ինչ նշանակում արցան հետո հանեցին։ Չէր կարա նոր հենց իր ոտը տրորեց, մի քանի բան ձևական մի երկու բան ասե, հետներելի պայմանագիր։ Ես sense կապիկների չեմ սիրում։ Այն որ անդադ գրում եք անգլիոսաքս, ժողովուրդ, լուրջ եմ ասում, ով որ մի հատ էլ խոսի անգլոսաքս, իմացեք որ դուք ռուսական շպիոնաժի կատարող գործն եք։ Անգլոսաքս բառը հայտնվել է խորհրդային միությունից հետո խորհրդային ռոպագանդայի տակ գտնվող բոլորի խոսքի մեջ։ Ինչ նշանակում անգլոսաքս։ Հասկացանք, որ սաքսերը անգլիները գերմանական ցեղերն էին, նույնի գնացին հայկական ծագումով։ Անգլոսաքսերը մեր դեմ են, որտեղ կա ձեր դեմ են։ Ասել եմ ու կրկնում եմ, մեջ տեսշեշ ասում են, մեզ խանգարում են, բա որ խանգարում էին 1918 թվին հայերը ընդամենը ունեին փոքր պետություն, փոքր Ղարաքիլիսա սպիտակով գալիս էր բանը ներքև դեպի Աբարանից խփեցին հասան մինչև Սպիտակի սարերը եւ Սարդարաբադ։ Բայց ոնց եղավ հայկական հողը մեռել եմ ասելով հասավ Կարինի ճանապարհ, Կարսի մարզը բան լրիվ նվեր տվին Հայաստան։ Այդ ոնց ստացվեց, հա։ Ով էր անում, Անգլիան չէր անում։ Անգլիական զորքերը մտան Թուրքին ասին ոտը տնես գլուխդ կճարտենք։ Ու այնքան մնացին Ֆրանսիայի պես չթռան, մինչև թուրքերը ամբողջ զորքը հետ քաշեցին։ Անգլիական նավերը չեն հելնում սարեր, տես բան ով ասե, ռուսները, ոնց որ բանն ասեի, Խաչատուր Աբովյանը, օրնվի են սհատը, որ ռուսի ոտը դրվի, էլի ռուսների խոսքն է, այդպիսի բառեր չեն եղել, դա պրոպագանդայի խոսքն է, և նման շատ հարցեր,
անգլիացիները։ Թողեք անգլիացիները, նրանք ծյոմնիով խաղացող, մութ խաղացող ուժեր են։ Մի օր լավ, մի օր վատ։ Դուք չգիտեք հələ նրանք ինչ են խաղալու Հայաստանի հանդեպ։ Հեսա կասեն Ամուլսար, Ամուլսարին բերեցին Արմենչիկ Արչուկս բռնողին դրեցին վարչապետ, որին Հայաստանից Վազգենը ծեծելով լարել էր, լավ չէր ծեծել, որ ծեծեր այդ շաշ մասոնե սառած աշկերի մեկը կորցներ, գոմիկ տղու հետ, որ ամուսնացրեց տղամարդու հետ, Հայաստանից է 7 միլիոն էլ առավ, Սերժի 800 միլիոնից մինչև 2 միլիարդ դեղի փողերը լվացել էր, առավ թռավ Կայման կղզի։ Հայաստանի նախագահը Կայմանի պասպորտուրը չկարողացան հետ ստանալ։ Այդ այդ գոմիկներին բերին սարքին։ Բա Նիկոլը դեմ էր էլ թե Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված մարդը ոնց կարա դառնա նախագահ։ Այդ ոնց եղավ որ Նիկոլն եկավ Արմենը դառավ լավ տղա։ Բա Հայաստանում զինվորա մահացել, քցին էլի հոսանքազրկման վրա, բայց այդ դրանից չեն խոսում, կորած երեխուց ոչ մեկ չի խոսում, նոր են դրոն հանևոր թռնում է 3 երեկոյեն, 12 օր 2 տարեկան երեխեն կորել է, նախ ես չեմ ուզում ոչ մի գնահատական տալ, որտեվ ընտանիքին ցավում, ընտանիքը խնդրել է 12 տարի երեխեն չէ, 12 օր երեխեն չկա 2 տարեկան, նոր են դրոն հանում, կամավորները եւ այլն, բա պետությունը ուր է, այն Կաշի Բեսմերտնի Վահագն Խաչատուրյանը գրզոյա անվան ազգանու սարկած, այդ չմոն չէր ԿԳՍՄ նախարար, բանի նախարար, ինչ է, ԼԳՏՊ-ը ինչ է, ԼԳՏՊ նախարար է կոչվում, բանի Սպուտնիկ թրծրե խոսում էր Հայաստանը 23 թվին կդառնա Սպուտնիկների մայրաքաղաք, ուր է այդ Սպուտնիկները թրծել են, վարդյանական երեխուն գտնեիք։ Հայաստանը 2 հատ Սպուտնիկա թրծրել, միլիոններ եք կերեք, գտնեիք 50-60 միլիոն փող եք կերեք, գտնեիք այդ երեխեքին գտնեիք։ Ինչի պետք է Վալոդի իրատնից պուճուր $500 բան բերի, ԱԹՍ թրծնի օդ, որ գտնե այդ երեխուն։ Դրոն թրծնի օդ գտնի երեխուն։ Այս սրա վրա զինվորը մեռել է, մի այդքան զինվորա մահացել, 1000 օղորմի այդ տղուն, որևէ դատական գործ կա հազիվ ազգային ժողովում իրար ուտեն, գնան էս անեն, են անեն, հանգստանան էս անեն, այս սենց ալնում, որ դուք երկիրը թույլ եք տալի, եթե Հայաստանը ընտրված այս փնթի թուրքավ հիժվածքները, որ ասում են բոլորն է թուրքի լամուկ են, եթե սրանք չլնեին, բոլորն է սյուբեկ կնային Հայաստանին, ոչ թե սենց խաժամուժ, որ խնդան, այ խաժամուժից ով ինչ ուզենա փոքելու է։ Մարդու տունը որ կռիվ է, պետությունը դա տուն է։ Ինչպես ասում է Աբրահամ Լինքոլնը, ով չի կարողանում կառավարել իր ընտանիքը, նա չի կարող պետություն կառավարել։ Ուշադիր նայեք Նիկոլի տանը, ամեն աղջիկը թռնում է իր համար կայֆերով կնիկը։ Դրա համար է պետությունը տենց է, տունը նայեք նոր ընտրեիք։ Եվ այս վիճակում, որ տան մեջ ամբողջ օրը կռիվ է, այդ տնից բակն է կխլեն, գարաժն է կխլեն, բիզնեսն է կխլեն։ Միշտ է այդպես։ Ու այս ամբողջի վերջ Ֆրանսիան հիմա ուզում է բան անի, այստեղ խաղարկի ինչ-որ բան, սահմանային իբր փոփոխություններ անի, Ֆրանսիան սահմանային փոփոխություններ ոնց է անելու, էլի կռիվ գցի իմի սկսեն, հիմա Լիբանանի հայերին ջարդել։ Ես Ժորժ ջան, սրա մեջ միշտ վատն եմ տենում, Աստված չանի տենց բանալի, բայց Ֆրանսիան որտեղ մտնում է ձևական իբր հայկական, այդտեղ հակահայություն անում։ Ուրա Արցախի անկախության ճանաչումը, ուրա Ադրբեջանի բանը, սանկցիան ու բլոկադան։ Դերի մեջ մենակ խոսան։ Եվ անցնենք վերջնական մասին, պատմական մասին, ես ուզում եմ այսօր խոսել մեր հիասքանչ Դվին մայրաքաղաքից, որի մասին ոնց որ մոռացած են, այնքան որ անուն են դրում։ Նախ ինչի Դվին քաղաքը հիմնել է Խոսրով Կոտակը։ Սա հիմնված քաղաքը Խոսրով Կոտակի ժամանակ է, հա, հոյակապ քաղաք սարքեց մոտիկ Արտաշատին, ինչու, որտեվ ինքը որոշեց նոր մայրաքաղաք սարքի Արարատյան դաշտում, քանի որ Արարատյան դաշտում շատ շոգ էր, ինչպես նաև Արտաշատում, վերցրեցին բլուր, որի բարձրությունը 897 մետր է, հա, մայրաքաղաքից ոչ շատ հեռու, եւ կառուցեցին հսկայական քաղաք, ամրոց, որը հիանալի ամրոց էր, հյուրանոցները, եկեղեցիները, լողավազանները, բնակչությունը իր գագաթնակետին հասավ 100,000 բնակչության, ամեն ինչ կար, քաղաքային կառավարություն եւ այլն, եւ այդ բարձրության վրա արդեն հով էր քաղաքում, միշտ հով էր լինում, երեկոյան հաճելի զով։ Հիմա շարունակենք դա, նախ ուրեմն որ սարքում է Դվինը, արդեն Հայաստանի բաժանումից հետո ընկավ Պարսկաստանի իշխանության տակ հայկական մարզպանության մեջ 450 թվականին Պարսիկ ոմն Վնդո, որը փորձում է
բերի այնտեղ Ատրուշան դնի եւ հայերին նորից հետ վերադարձնի զրադաշտություն, իմիջիալոց ինչպես գեղեցիկ խոսեցին եւ պատմեցին մեր հնագետ Հակոբ Սիմոնյանը զրադաշտություն չկա, դա հայկական մի հիրականությունն է, ինչևէ ուղղակի պարսիկները մի քիչ փոխել էին իբր որ իրենցը լինի, իդ վերադարձնի, չնայած Վարդան Մամիկոնյանը 450 թվից շատ արագ հասնում է տեղ կոտորում այս պարսկական հետևանքը եւ որպիսի դվինում չնայած ապրում էին ասորիներ, հայեր, արաբներ են ժամանակ քրիստոնեություն, արաբները քրիստոնյա են ժամանակ, այս մամեդականությունը չկար եւ մի քանի պարսիկներ գյուտ արետած կաթողիկոսին խնդրում է որ Էջմիածնից տեղափոխվի եւ կենտրոնում սարքում են իհարկե կաթողիկոսն էլ է ցանկանում տեղում սարքում են եկեղեցի տեղափոխվում է որպես լինի այստեղ եկեղեցյանիստ հոգեվորանիստ քաղաք որ չգան պարսիկները ոչինչ չանեն բնականաբար դրա շնորհիվ ավելի է շատանում իմիջիալոց տվին այնքան մեծ է լինում որ ունենում մի քանի պարիսներ առևտուր անում բոլոր երկրների հետ այդ թվում նաեւ արդեն մեծանալուց հետո սկզբնական շրջանում պարսիկ մարզպանության ընթացքում արաբներն է գալիս են նստում են այդտեղ արաբ ոստիկանը բայց քանի անգամ հայերի ապստամբությունը ես պատմել եմ դվինի ճակատամարտը որ ջարդեցին բոլորին լցեցին ձմեռվա ցրտին արաբներ ուզեցին հայերից փախնեն բարձրացան Հրազդան գետի վրա Հրազդան գետի սառույցը կոտրվեց ձիերով բաներով խորտակվեցին գնացին 9000-10000 զինվորով ու քիչ-քիչ դվինից հրաժարվեցին Հայաստանի անկախություն ստանալուց հետո 862 թվականին արդեն մինչև 885 թվականը Դվինը եղել է մայրաքաղաքը այս ժամանակ Դվինը բարձրացավ Բագրատունիների ժամանակ եւ քաղաքը ուներ տարբեր պարիսներ որոնց ամեն մի կողմից տարբեր երկրների հետ առևտուր էր անում նույնիսկ մինչև Ռուսաստան դե չկար Կիևյան Ռուսիա էր կոչվում Ռուսաստանի հետ մի կողմը որը Վրաստան էր գնում Վրաստանն էլ էր մտնում Արմենիա կուսակալության մեջ այսինքն խալիֆատի մեջ Տբխիսի քանի որ Թիբլիսն է սարքել են հայերը Տբխիսը մի ճանապարհը կոչվում էր Տբխիսի ամրոցները անուն ունեին որը որ քաղաք էր գնում բոլոր դռները իրենց անուններն ունեին մի հատ հոյակերտ տեղ էր հետագայում վերջնականապես ավերվել է Դվինը 1225 թվականին Ջալալ ալ-Դինի արշավանքի ժամանակ, որից հետո արդեն մի քանի հարձակումից հետո արաբներն է սկսվում հարձակման փորձին ավելին, բայց Դվինը այդքան չփչացավ։ Իսկ Ջալալ ալ-Դինը հետագայում մոնղոլական շարժումներ եկան այս քոչվոր-մոչվոր, Դվինի տեղում առաջացան գյուղեր, որը այսօր մինչև այսօր կան Ներքին Դվին, Վերին Դվին եւ մնացած գյուղերը, ասեմ ձեզ, որ այստեղ ասորիները դեռ մնացել են ու ապրում են, որը ուրախություն մեզ Քանի որ նրանց ծերունդները միշտ ապրել են այստեղ, մեր հետ, համատեղ, ոչ թե բնիկ հայ են, ուղղակի համատեղ եկե ապրել են մանքրիստոնեությունից հետո ասորիները մեծամասամբ արտագաղթեցին Հայաստան։ Եվ Դվինի այսօրվա դրությամբ ամրոցի ավերակները կա, կարող եք տեսնել մնացածը, գյուղի մոտի ժողովուրդը գյուղերը կոչվում Ներքին Դվին, Վերին Դվին, եթե պետությունը, դստեղ պետությունը չկա, գումար հատկացնի նորմալ, Դվինը կվերականգնվի ու կլինի հզոր տուրիստական կենտրոն, քանի որ ինքը հզոր հոյակերտ ամրոց, պալատ եւ ամեն ինչ ունեցել է, որտեղ 100,000 մարդ ապրե։ Իդեպ հիշեցնեմ ձեզ Ժողովուրդ ջան, 8-9-րդ դարում 100,000 մարդը դա հսկայական թիվ է։ Հիշեցնեմ ձեզ, որ Նյուրնբերգի մասին խոսվում է 1000 թվից Հիմնականում դե Նորիկյան դինաստիան եկավ արդեն մի քիչ ավելի ուշ սարքել են քաղաքը փուչուրայեղ է Նյուրնբերգի քաղաքի բնակչությունը այսպես օրենք է ընդունվել արդեն հետագայում 18-19-րդ դարի վերջից որ քաղաքի կենտրոնը որ ապարիստներով փակ է բնակչությունը չպետք է անցնի 50,000 հիշեցնեմ ձեզ որ սա արդեն 1200 թվի քաղաքներ են իսկ Հայաստանի քաղաքները 100,000 են հասել Արտաշատը հլնայք որ դար Դվինը նայք որ դար 8-9-րդ դար Անին 10-րդ 11-րդ դար 100,000 դա այսօրվա դրությամբ 200-300 տարի սրանցից շատ այդ ժամանակվա 100,000-ից քաղաքներ այսօրվա դրությամբ դարել են միլիոն օրինակ Դելին այդ ժամանակ եղել է 36-38,000 այսօր 27 միլիոն բնակիչ ունի հասկանում եք չէ Նույնն էլ այստեղ կարող է լինել, եթե միտումնավոր կերպով հայերին չփորձեին կոտորել եւ սրա մեջ կար մի քանի տարբերակ, այլ եմ ասում, սրա մասին երկար եմ պատմել, թե ազգային, թե կրոնական, թե մրցակցություն ջուդների հայերի մեջ։ Չնայած միշտ մրցակցություններում հայերը հաղթել են բարությամբ ու խելքով, միշտ պարտվել են նենգությամբ եւ թիկունքից խփելով։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը։ Մաղթում եմ ձեզ լավ օր հարգելի լիներս։ Եղեք իսկական հայ, Աստծո մասնիկը պահեք ձեր մեջ եւ փորձեք լինել հայ։ Սա ամենակարևոր բանն է։
Աստված թող արժանին պատժի Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի Ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդվինում, Բաբերդում, Սասունում, Կիլիկիայում, Անգորայում և Պոլսում։ Ամեն։